Բարի լույս, բարի առավոտ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բոլորիդ մաղթում եմ օրհնված խաղաղ օր, իսկ հիմա եկեք սիրելիներս վայելենք այսօրվա իմ ծաղկած ծաղիկների գեղեցկությամբ, ծաղկել են արդեն կապույտ, թույլ կապույտ ծաղիկները, այստեղ ադուվանչիկներն են ծաղկած, կակաչներն են ծաղկել, իսկ փոքրիկ ճուտիկները դեռ կոկոմ են, լիլիաներն են բարձրացել, անյուտայի աջիկները դեղին ծաղկած են, տյուլպաններն են բարձրացել, սպիտակը ծաղկել է, մարգարիտկաները ծաղկած, գեղեցիկ, այս մանուշակագույն ծաղիկներն էլ ծաղկել են և գեղեցկություն են տալիս թե ինձ և թե ձեզ, իսկ հիմա գնանք կոֆե դնենք, միասին կոֆեն վայելենք։ Սիրելի հետևորդներ ջան, կոֆեն պատրաստ է, համեցեք։ Նորո։ Այսօր երեքով ենք խմում, որդիս ես, ամուսինս շատ հազվադեպ է խմում կոֆե։ Իսկ հիմա դեմքով սիրով ողջունում եմ բոլորիդ, ինչպես եք սիրելի հետևորդներ ջան, ես լավ եմ, ցանկանում եմ, որ դուք էլ միշտ լավ լինեք, հուսով եմ, որ լավ եք, այսօր օրը պայծառ անուշ, օր է բացվել, տաք, արևոտ եղանակ, նորից հողամասի գործերը այսօր շարունակական է լինելու, երեկ արդեն պղպեղները տնկեցին, բադրջանը, սմբուկը վերջացրեցին, հիմա պետք է անցնենք մյուս ցանքսին, սերմերը լոբին և բամյան պետք է թռչեմ, մինչև տեղը պատրաստի մարգերը որդիս, ես կթռչեմ, կծլի մի երկու օրից կտնգենք, կարևորը որ թռչեմ մի քիչ ուռի, կտնգենք, ընդհանրապես ես լոբին հազվագյուտ տարի է, որ թռչում եմ, ամեն անգամ չեմ թռչում, բայց կթռչեմ այս տարի, սոխը մանր գլուխ պետք է տնգենք սիրելիներս, հլը տեսնեմ հոչի փչվե, շուտվանից գնել ենք, հարևանը հող է վարում, տրակտրի ձայնը կարող է խանգարի, ձեզ լավ օր եմ մաղթում սիրելիներս, ովքեր էլ որ հողագործությամբ են զբաղվում լավ, ուժ ու եռանդ բոլոր աշխատավորներին, ընթացքում կհանդիպենք սիրելիներս, ուղղակի ձայնը չի թողում, որ լսվի երևի, կհանդիպենք, սիրելիներս, առավոտվա կոֆեն խմեցինք, հողամասում ոչինչ չեն արել այսօր, հարցս գործի է, որդիս մի փոքր ծաղիկները նորից ջրեց, մաքրեց, գնացինք ներս, ես հարթուկ արեցի, լվացք, մի խոսքով տնային գործերը վերջացրեցինք, մի քիչ էլ հանգստացանք, հիմա լոբ ու սերմերը վերցրած, եկել եմ հողամաս, նստել եմ հայաթում և ցույց եմ տալի, թե ինչ լոբի պետք է տնկեմ, տնկելու եմ մեր հայկական վայրոնկա լոբին, ցանելու ենք նաև բակլա լոբին, և սիրելի հետևորդներ ջան, Հայաստանից մեկ անգամ ցույց եմ տվել, այսպիսի տրուզ մեծ ընտիր լոբի են ուղարկել, բայց սերմի անունը չգիտեմ և չգիտեմ ինչ լոբի է, ընդամենը մի քանի հատ է փորձնական ուզում եմ տնկեմ, մինչև տնկելը սիրելիներս պետք է լոբ ու սերմերը թռչեմ,
Եվ բոմյայի սերմը նորից Հայաստանից հարևանուհիս է ուղարկել, հույսով եմ, որ ընտիր սերմ է, որովհետև հեռախոսով խոսելուց ասեց շատ մանր, նուրբ լոբի է։ Դե հիմա սիրելիներս, ինչ եմ ուզում ասած լինեմ։ Երեկվա հոլովակի մեջ մի երիտասարդ, չգիտեմ, Մարինե ծյոծյա էր գրել, ուզում է իմանալ, թե ես ոնց եմ տնկում լոբին։ Հարգելիս, հիմա լոբին թրջեմ, վերջացնեմ, կանցնեմ բոմյային, մանրամասը կասեմ։ Լոբին սիրելիներս, համայրա լավ վիճակում է, փուչ չկա, փչացած չկա, լավ է, ես տեսել եմ, ջոկել եմ, նայեք, ընտիր է, շորը խոնավեցնում եմ, սովորական, կարող եք մարլայի մեջ լցնել, կարող եք այդպիսի շորի մեջ լցնել, հիմա նորոջա մի հատ այդ թրջի տուր, թրջում եմ և շորի մեջ դնում եմ, գյուղացիները գիտեն, այն տակ ջրո հենա, բայց ասեմ, որ ես գոլ ջրով եմ թրջելու, սրանք էլ են կոմի վրա ոտներս, գոլ ջրով եմ թրջելու, տեսեք, լավն է, մեջերը փոքր էլ կա, լավ մեծ էլ կա, հենց այդպես էլ թրջելու եմ, սա էլ է վայրոնկա, բայց գույնը ուրիշ է, չգիտեմ, մի անգամից կթրջեմ, տեսեք, խոնավ, լավ խոնավ, գոլ ջրով, տեսնեմ, որը մեծ է, նրա մեջ է լոբին թրջեմ, և կդնեմ ջերմոցում, ջերմոցում տաք է և շուտ կծլի, սա էլ է վայրոնկա քիչ է, խառնեմ իրար, սովորական, տեսեք, բոլորն է գիտեն գյուղում ապրողները, սա այսպես, հիմա հերթը այս լոբուն է, խոշոր մեծ հատիկները ընտիր է, բայց չեմ կարող ասել, փայտի լոբի է, փետի վրա է բարձրանում, թե պուպուզ են ասում մեզ մոտ, տոլոտ լոբի է, բայց ուզում եմ անընդհատ նայեմ այս հատիկներին, հլը ստեղ տեսեք, սա էլ առանձին ենք տնկելու, որ իմանանք, ես անգամ ուզում եմ 2 հատ պահեմ, որովհետև մեր մոտ սերմերը չի լինում, այս երկուս ուզում եմ պահեմ, որ մյուս տարվա համար, միգուցե մարդես եկող լինի, ասեմ այս տեսակի լոբիի սերմ ուղարկեն, կարող է շատ համեղ է, փորձնական 2 հատ կպահեմ, այդպես չեմ կարա բացատրեմ էլի, թե ինչ լոբի ուղարկեք, սա էլ բամյայի սերմը, հիմա ասեցի, չէ, երիտասարդ է, որովհետև ծյոճայով է դիմում, հարգելիս, բոմյայի սերմը պետք է ընտրես լավը, ընտիրը, տրուզը, ձեռքիցս ընկավ, փչացած չլինի մեջը, այսենց լավ ընտիր սերմ լինի, գոլ ջրով, շորի կտորը կամ մարլայի կտորը թրջում ենք, բոմյայի սերմը լցնում ենք վրան, և ծածկում ենք շորով, դնում ենք տաք տեղ, բայց ոչ արևի տակ, կարող ենք դնել լուսամուտը, կարող ենք դնել ջերմոցը, բայց որ անընդհատ արև լինի լուսամուտը, դա էլ չի կարելի, և նայում ենք, որ հենց շորը չորանա, մենք թրջենք, սա հիմա, որ տանեմ ջերմոցում, մեծ ամանի մեջ կդնեմ, սիրելիներս, իսկ բակլան մի քանի օրից հետո, դեռ պետք է որոշեմ, թե բակլան որտեղ դնենք, դրա համար սրանք արդեն թրջեցի, իսկ սա կմնա հետո, թրջած լոբիները կտանեմ կդնեմ ջերմոցը և կհետևենք, որ շորը հենց չորանա, թրջենք, մինչև մի փոքր ուռի և ծիլ տա, կարևոր չի, որ ծիլերը շատ լինի, հենց սկսում է ուռել, արդեն
շուտ է դուրս գալի հողի տակից։ Եվ բոմյանին կհետևենք, որ չչորանա շորը։ Մի խոսքով պետք է թռչենք մինչև ուռեն եւ մի փոքր ծիլ դուրս տա։ Հարգելի նոր հետևորդ, որ գրել եք սիրով բոմյան թռչելուց, ծլելուց, ամեն ինչը մանրամասը ձեզ սիրով ցույց կտամ եւ կբացատրեմ։ Ես շատ ուրախ եմ, որ իմ էջում եք եւ հետևում եք, սիրելիներս, բոլորիցդ անչափ շնորհակալ եմ։ Այս երկու հատն էլ այս ամանի մեջ կդնեմ եւ խնամքով կպահեմ, որ հիշենք, թե ինչ սերմ է, որ եկող ըլնի, խոսքի ասում ենք լոբուի սերմ ուղարկեք, բայց դե չգիտեն ինչ սերմ ուղարկեն, հա, ճիշտ է, վայրոնկա լոբին գիտեն արդեն, բայց դե կա առանց թելի վայրոնկա, բայց թելով ըստեղ շատ լավ բերք է տալիս, սիրելիներս, իսկ հիմա սիրելիներս, պատմեցի, ասեցի, ցույց տվեցի, հիմա անցնենք, տեսնենք ինչ են անում մեր երիտասարդները, հարս ու տղաս։ Հալը այդպես լենը որ շիշ խփեմ։ Սիրելի հետևորդներ ջան, խորոված ենք անելու գործից հետո։ Հիմա որդիս միսը բաստուրմա է բռնել, ինչով ես բռնել։ Կարմիր մի բար, սև մի բար, ձեթ, եկել Չորացրած ռեհան։ ռեհան։ Սովորական արագ մարինատ։ Թողնենք մարինատելի մինչև արդեն մարգերը պատրաստ են կանանչիի համար։ Սիրելի հետևորդներ ջան, հարսս աշխատանքից արդեն եկել է, որդիս խորովածի միսը բաստուրմա դրեց, անցել են իրենց աշխատանքին, հողագործությանը։ Հիմա մարգեր են սարքում, սիրելիներս, որպեսզի տնկեն սոխ եւ կանանչիներ։ Առայժմս այսօր սոխի տեղն են հələ որ պատրաստում, գլուխ սոխ ենք տնկելու, ոչ թե մանր սերմերը, որ ցանում ենք մանր սեղանի սոխ, այլ գլուխ սոխ, որ լինի աշնանը։ Հիմա մարգը պատրաստ են վերջացնեն, ցույց կտամ, թե ինչ սոխ ենք տնկելու եւ ոց ենք տնկելու։ Այստեղ էլ արդեն ցինյաներս դուրս են եկել, տեսնում եք ինչ լավ հավասար, գեղեցիկ, շարքով դուրս են եկել։ Սերով, համերար սիրելիներս, իրար հետ իրանց գործը անում են։ Լար են կապել, լարով ուղիղ առուն հանում են մարգի։ Առանց լարի որդիս գործ չի անում, ուղիղ է սիրում, որ մարգերն ուղիղ լինի։ Հələ այս երկու կարլիկ տանձերը ոնց են սիրուն ծաղկել, բա մարգարիտկաները, գույնս գույն, գեղեցկություն։ Չէ, շատ խորն էլ պետք չի։ Ես կանասող չես տնկի։ Չէ, կանանչել կցանենք։ Կանանչին է պետք ցանել, Լսի, մանիկ, սերմի սոխն էլ, ուտելու սոխն է կցանենք։ Հա, այն կողմից գլուխը ցանելով արի, այս կողմն էլ ուտելու սոխ ունենք։ Այն ներտեղը կարելի ցանել։ Դե արև չկա, նորո ջան։ Ավելի լավ է գլուխ սոխը կցանենք։ Ասեմ գարի չգանք բան արա, ու գլբեր։ Կրակը վառենք, ինչե մամա դες մորան տնկի, խորոված անենք, դուք չընկնի։ Ոնց շարունակենք։ Մարգը արդեն պատրաստ է, փոցխեց որդիս։ Տեսեք ինչ գործ են անում։ Ոնց որ ոսկերչական գործ անեն։
Պետք է ամեն ինչը տեղը տեղին էլ, հələ տեսեք հարցս ինչ ուժ է գործադրում։ Այդ մարգերի առուները մաքրում են նորից։ Բերեցիր Գարուշիկ ջան։ Բերեցի։ Դե մի հատ ողջունի, ինձ լավ ջիգարով մեր հետևորդներին։ Բարև ձեզ։ Մեր ջիգարով հետևորդներին, բարի ջերմ հետևորդներին, էլ ինչ ես ցանկանում։ Մնաք առողջություն։ Ապրի իմ տղան, ապրես իմ տղա։ Խորոված այսօր դու ես շարել ու Գարուշիկ, կարող ես շարել։ Հա, կարող եմ։ Շատ լավ է, էլ Նորո ջան, լավ է, հավասար, ուղիղ։ Այս տարի որոշել ենք սիրելիներս այս ձևով սարքել, փոսերով մարգի կողքերի առուները հայկական ձևով չենք անելու։ Միշտ ոնց որ տարածությունը չբավականացնի, այս ձևով ենք անելու։ Ավելի հեշտ է կանգնել, աշխատել, բեջարել, խոտերը հանել։ Համեն մի քիչ բարձր է լինում։ Էլ չենք մտածում ջրի մասին, որ հայկական ձևով անենք, ջրենք, շլանգը ունենք, արտիզանական, ջրելը արդեն շատ հեշտ կլինի մեզ համար։ Տեսեք, փետով, հա, ջղըզ անում, տղաս ասում է, ես է գրական ասում եմ, այսպես գծիկներ է քաշում, այսենց, հիմա, կբերի սոխը կտնգի։ Երկու հատ տաք վեդրոպ է ջերմով, թե սառը ջրով է։ Չէ, որ կա թո բերի, վաղը կտաքանա մնացածը կջրենք, թող մի քիչ տաք ջուր, արևի տաք ջուր ենք դրել, ջերմոցում, սիրելիներս, արտիզանի ջուրը շատ սառն է։ Ոչինչ, թեք է լավ, ասա մի քիչ թեք է լավ, ինչ թեք, շատ է լավ է։ Գծերը քաշեց, վերջացրեց, ջրում է։ Լավ, ջրում է, նոր արդեն կսկսի տնգել։ Հա? Կարող է երեխան հասկացավ այդ տաք ջուր բերի։ Ջերմոցի ջուրը մանիկ լավ տաք է, էլ պետք չի երեխային չարչարել։ Բաչոկով տնից ջուր բերի։ Վաղը արդեն կպրծնենք։ Վաղը միս օր լրիվ արդեն հողամասի ցանելուց կպրծնեն։ Ջրելուց հետո ջուրը ներծծվել է, հիմա հերթով մանր սոխերն է շարում։ Սկզբից տնկում է սպիտակը, հետո կարմիրել ունենք։ Փառք Աստծո չէր փչվե, սիրելի հետևորդներ ջան, լավ մնացել է այս մանր սոխի սերմերը։ Սպիտակը պրծավ, հիմա կարմիրն եք տնկում, հա։ Երևի կհերիքի մարգը լրիվ։ Որ Մարինկա ասես տնկի հաստատ չի։ Շատ լավ է ստալուց հաստատ համացողը։ Հա, մի քիչ շատ է։ Մի փոքր թորնի, մինչև ինչքան վաղ օգտագործում ենք, համարյա մինչև հունվար էլի, դեկտեմբերի վերջում ունենում ենք սոխ։ Ամառը լավ է, թարմը, քո ձեռի մշակածը, հանում ես մի հատ էլ վարունգ ես կտրում, պամիդոր, բիբար, սոխով մի հատ լավ համով սալատ ես սարքում։ Հայաթում նստած վայելում ես։ Ինչ ասիք իմ սիրելի հետևորդներ, ճիշտ չեմ ասում։ Ամենահամեղ աղցաններից մեկն է։ Խառը կանանչիով, սոխով, պամիդոր, բիբար, բադրջանն էլ խորովում ես, ահա, հաց, պանիր, սալատ, բադրջան, բիբար խորոված։ Ամենահամեղ թեթև կերակուրն է։ Տեսնում եք, սովորեցնում է, բա։ Մանիկաս հաճույքով էլ անում է։
Մարինես հուլունքի պես շարում է, ապրի աղջիկը։ Մեր օգնականը։ Սպիտակը վերջ։ Մի քանի հատ կհերիքի ուրեմ կարմիրն էլ։ Արդեն խորովածը շարեց։ Ոնց որ ուզում է անձրև գա, հլա ամպերին տեսեք, սիրելի հետևորդներ ջան։ Սևացան արդեն։ Հա? Բա ինչ կլինի, քանի թեթևեր հա էլի։ Որոշ անձրև տվել էր այսօր։ Այսօր մի քիչ հանգստանան, վաղվանից արդեն կսկսեն մարգերը լրիվ պատրաստել։ Ճիշտն ասած, սիրելի հետևորդներ ջան, որոշել էի հավա 2 հատ է, տապակը անեի, այն էլ որդիս ասեց ավելի լավ է խորոված անեմ։ Գործս հեշտացրեց։ Արդեն կարգում։ Անձրևը ոչինչ, շատյորի տակ կնստենք։ Կհանդիպենք սիրելիներս, տեսնենք որտեղ ենք հանդիպում։ Ամենահամեղ հյութալի հավի խորովածը բնության գրկում պատրաստ է։ Տեսնում եք ինչ լավ, կարմիր եւ ֆաց է հավի միսը եւ կարտոֆիլը։ Ընտիր պատրաստեց որդիս հավի մսով խորովածը եւ կարտոֆիլը։ Իսկ հիմա քաշում է ամանի մեջ։ Սիրով բոլորիդ հրավիրում եմ սիրելիներս, համեցեք մեզ հետ միասին անուշ անենք խորովածը։ Որոշել էի, որ տապակա անեի, բայց խորովածը ավելի հյութեղ ստացվեց եւ ավելի համեղ է, քան թե տապակի մեջ տապակած կամ ջեռոցում։ Սեղանն էլ արդեն գցած է սիրելիներս, համեցեք տիկին Մարինեի ընտանիքի հետ միասին նստենք հաց ուտելու, չէ որ մենք արդեն հարազատներ ենք օնլայն հարթակում։ Դե ինչ, մեզ բարի ախորժակ, ձեզ հաճելի բարի դիտում։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեի ընտանիքը։ Եղեք առողջ եւ օրհնված։ Ստեսություն, մինչ նոր հոլովակ։